Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մեր YouTube-յան ալիքի եթերում կրկին ֆուտբոլ է, բայց այս անգամ արդեն ընկերական բնույթի հանդիպում ենք դիտելու։ Էջմիածինը մրցում է արծիվների դեմ, հանդիպումը արդեն մեկնարկած է, եկեք ծանոթանանք թիմերի հայտացուցակներին։ Սկսենք արծիվներից, դարպասը պաշտպանում է Կատաևը համար 1, Գավթիան համար 13, Շարաև համար 48, Սմիրնով համար 7, Սալեև համար 6, Կարա Կարապետյան համար 15, Ադդալի համար 10, Մովսի Հովանիսյան համար 17, Սյոմա Հավետիսյան համար 2, Պուլիդոզոր Պողոսյան համար 16, Կոմարով համար 19, Տիգյան համար 11 և Ջոնի համար 8։ Նաև 9 համարով հանդես է գալիս Կարլինը։ Սա արծիվների կազմը։ Հիմա արդեն ծանոթացնեմ Էջմիածնի հայտացուցակը։ Դարպասը պաշտպանում է Էրիկ Պողոսյանը համար 1, Արգիշտի Խաչատրյան համար 16, Արշակ Պողոսյան համար 10, Տիգյան Չուխաջյան համար 77, Գագիկ Ակուլյան համար 17, Մայիս Մելքոնյան համար 11, վտանգավոր գրոհի անցել Էջմիածինը, Սարգսյան փոխանցում ու հանդիպան հաշիվը բացված է, Մելքոնյանը դառնում է գոլի հեղինակ 1-0, Էջմիածինը առաջին է հասնում հաջողության այս խաղում։ Շատ արագ հանդիպան մեկտարկից հետո Էջմիածինը դարձավ գոլի հեղինակ, Մայիս Մելքոնյանը բացեց հանդիպան հաշիվը, հիմա հանդիպումը էլ ավելի կհետաքրքրենա, իհարկե թույլ չտվեցին Էջմիածնի ֆուտբոլիստները ներկայացնում ամբողջական հայտացուցակը, հիմա սկսեմ նորից, դարպասը պաշտպանում է Էրիկ Պողոսյանը համար 1, Արգիշտի Խաչատրյան համար 16, Արշակ Պողոսյան համար 10, Տիգյան Չուխաջյան համար 77, Նարեկ Սարգսյան համար 14, Գարիկ Գիգոլյան համար 25, Արտուր Ալավերդյան համար 7, Մայիս Մելքոնյան համար 11, Գագիկ Ակուլյան համար 17, Ժիայ Պապիկյան համար 9 և Անատոլի Գաբրիելյան համար 7, ով նաև թիմի ավագ թե պահեստային նստարաններին են այսօր Էջմիածնի կազմում Վլադիմիր Ալավերդյանը, Մանուկ Մուրադյանը, Վարդան Վարդանյանը և Սմբատ Պողոսյանը։ Շատ հետաքրքիր հանդիպում է իսկապես մեզ սպասվելու այս րոպեների ընթացքում, քանի որ նշեմ հիմա արդեն Ալիգա մրցաշարում դադար է, Էջմիածինը արդեն իր տեղը ապահովել է կիսաեզրափակիչ փուլում և հիմա անկերական հանդիպումների միջոցով իհարկե ֆուտբոլիստները մնում են իրենց մարզավիճակի մեջ, որպեսզի արդեն այս ձմեռային դադարից հետո պատրաստ լինեն մասնակցել կիսաեզրափակիչին սիրողական Ալիգա մրցաշարի, որտեղ Էջմիածին բաժին է հասել Իջևանը ներկայացնող ակումբը, Մելքոնյան դուբլ կգրանցի, արդյոք Մելքոնյանը ոչ, այստեղ պաշտպանը դատարի դարպասից հեռացեց գնդակ ու հաշիվը մնաց անփոփոխ, շատ լավ հնարավորություն ուներ հիմա Էջմիածինը կրկնապատկելու հաշիվը, բայց Մելքոնյանը չկարողացավ դա անել, Նարեկ Սարգսյանն ձախ եզրում, բարձից փոխանցում ենք տեսնում, նույնիսկ հարված ու հիմա արդեն 2-0 է դառնում հանդիպան հաշիվը, Ակուլյանը դարձավ այստեղ գոլի հեղինակ ու շատ արագ հանդիպան մեկտարկից հետո Էջմիածինը 2 գնդակ է հեղինակում մրցակցի դարպասը։ Ակուլյան 2-0 իսկապես շատ արագ Էջմիածինը դառնում է 2 գոլի հեղինակ ու արդեն ստանում է հաղթողի կարգավիճակ, իհարկե Էջմիածինը հանդիպումից առաջ էլ որպես հանդիպան իհարկե գլխավոր ֆավորիտ է ներկայացել, բայց իհարկե արծիվների մասին պետք չէ մոռանալ, նրանք նույնպես շատ փորձառու թիմ են ու կանեն հնարավորինս այսօր իրենց մրցակցի դեմ, հզոր մրցակցի դեմ որքան հնարավոր է, հիմա կրկին Էջմիածինն է գրովում աջ եզրով, Ակուլյան դեպի կենտրոն նկատեց Ազատ Հիգոլյանին, Հիգոլյանն է գնդակով ձախից կան Նարեկ Սարգսյանը, ուղարկեց գնդակը Սարգսյանի ուղղությամբ և հետ փոխանցում դեպի Արգիշտի Խաչատրյանը, գլորում են գնդակը Էջմիածնի ֆուտբոլիստները, Պողոսյան, այսօր Պողոսյանը տեղ է զբաղեցել պաշտպանության կենտրոնում, իհարկե մենք նրան սովոր ենք ընդհանրապես Էջմիածնի հանդիպումներին տեսնել որպես կենտրոնական կիսապաշտպանի կարգավիճակում, բայց այսօր իհարկե Գաբրիելյանը որոշել է Պողոսյանի պաշտպանության կենտրոնում
տալ հնարավորություն հանդես գալու հիմա Էջմիածինը կրկին գրոյի անցել ձախ եզրով Սարգսյան փոխանցում Մելքոնյան ու այստեղ չհայտնվեց գնդակը դարպասում Մելքոնյանի կատարած հարվածից հետո շատ արագ են իսկապես ստացվում Էջմիածին թիմի հակագրոհները, բայց առայժմ այդ գրոհներից, արագ գրոհներից 2-1 կարողացել Էջմիածինը աչքի ընկնել, իհարկե դեռ հանդիպան մեկնարկն ընդամենը մեկնարկից անցել է 5-6 րոպե խաղաժամանակ եւ 2 գնդակ ունենալ այս ընթացքում արծիվների դեմ խաղում ամեն թիմի իհարկե չի հաջողվում, իսկ կարգը փորձը Էջմիածին թույլ է տալիս դա անել հիմա կարող են կրճատել հաշվի տարբերությունը, բայց Պողոսյանը այստեղ հասցրեց փակել մրցակցի առաջխաղացման ճանապարհը ու ստիպված եղան արդեն հետ ուղարկել գնդակը արծիվների ֆուտբոլիստները գրոհում են հիմա արծիվները, բայց իհարկե այսքան երկար թույլ չի տա Էջմիածինը մրցակցին ունենալ գնդակով Պողոսյան Արշակ Պողոսյանին ուղարկեց գնդակը դարպասապահ Պողոսյանը ու հիմա էլ Ակուլյանն է ստացել գնդակը Արտուր Ալավերդյան բայց չհասավ այստեղ գնդակը Ալավերդյանին ու հիմա տեսնենք գուցե ստացվի արծիվների մոտ վտանգավորը, բայց նորից Արշակ Պողոսյանը հասցնում է այստեղ Թույլ չտալ մրցակցին հարված կատարելու Խաչատրյանն բայց դաշտի սահմաններում Նարեկ Սարգսյան շատ չի ժամանակին ազատվեց գնդակից Գաբրիելյան նկատեց Գիգոլյանի առաջխաղացումը հիմա էլ կա Սարգսյանի տարբերակը գերազանց փոխանցում ենք տեսնում Գիգոլյանից ու հիմա Էջմիածինը կարող է եռապատկել իր առավելությունը Մայիս Մելքոնյան ինչ է անում հիմա Մելքոնյանը ինչու չհարվածեց դարպասի ուղղությամբ իհարկե նկատել էր թիկունքից միացող խաղընկերոջը Բայց արդեն մինչ Մելքոնյանը թույլ տվեց գնդակը Հասի Պապիկյանին ավելի շուտ գնդակին արձագանքեց Էջմիածին թիմի մրցակից թիմի պաշտպանը ներողություն արծիվների ֆուտբոլիստը հիմա Պապիկյանն է հաջող խլում կատարում Մելքոնյան գուցե հերվից փորձի Մելքոնյանը ուղարկեց գնդակը Գաբրիելյանին Անատոլի Գաբրիելյանը ու հիմա դարպասաձողն է օգտում արծիվներին երրորդ գոլը բաց թողնելուց իհարկե Գաբրիելյանը շատ լավ հարված կատարեց, բայց դարպասաձողը եկավ օգնության այստեղ դարպասապահին Չուխաջյան հետ փոխանցում դեպի Արշակ Պողոսյանը ու գնդակ ուղարկում է ձախ եզր Խաչատրյանն է այստեղ Մայիս Մելքոնյան Սարգսյան տեսնենք այս գրոհը ինչ կտա Էջմիածին, բայց այստեղ Սարգսյանի փոխանցումը չանցավ, հետո կարողացավ խլել գնդակը, բայց խախտեց խաղի կանոնները Նարեկ Սարգսյանը ու հիմա արդեն ստանդարտ կիրացնեն արծիվները Ապերետի դու էլի։ Սովետանում եք իջավ։ Խաղարկեցին ստանդարտը այստեղ Արծիվների ֆուտբոլիստները, բայց արագորեն կորցրին Մելքոնյանը շատ լավ նկատեց Ակուլյանի առաջխաղացումը, տեսնենք այս գրոհը Ակուլյան հարված, բայց գնդակը չհայտնվեց այստեղ դարպասում մի փոքր շեղությամբ ընթացավ Ակուլյանի կատարած հարվածից հետո ու հարված կլինի իմ արծիվների դարպասից Կատաևը թողեց այստեղ գնդակը Անկերոջը ոչ հիմա արդեն Կատաևն է հավաքում գնդակը Ռոմանի հետ, բայց այստեղ Ռոմանի փոխանցումը անհաջող ստացվեց ու եզրիսկը նետի Էջմիածինը Սարգսյան Գիգոլյանի հետ է խաղարկում գնդակ ու հետ ուղարկում այն Արգիշտի Խաչատրյանի ուղղությամբ Ալավերդյան Իսկապես Էջմիածին թիմի բոլոր ֆուտբոլիստները այս պահի դրությամբ գտնվում են շատ լավ խաղամակարդակում, շատ լավ մարզավիճակում ու պատրաստվում են մարզումների միջոցով Փետրվար ամսին մեկնարկող Ալիգա մրցաշարի կիսաեզրափակիչ փուլին, որտեղ հիշեցնեմ, որ Էջմիածինը խմբային փուլը հաղթահարեց առաջին հորիզոնականով, Էջմիածինի հետ նաև հաջորդ փուլ դուրս եկավ միևնույն խմբից Էկովիլը, ում բաժին է հասել նաև կիսաեզրափակիչում շատ բարդ մրցակից, հիշեցնեմ այն քառյակը, ովքեր ձևավորել են Ալիգա մրցաշարի կիսաեզրափակիչը, առաջին զույգը կլինի Էջմիածինն ընդդեմ Իջևանի հանդիպումը, հետո էլ արդեն կմրցեն եզրափակիչ դուրս գալու համար իրենց հարցերը պարզելու համար Կիլիկյան եւ Էկովիլը շատ հետաքրքիր երկու դիմակայություններ, իսկապես հիմա վտանգավոր է չնկատեց Գիգոլյան այստեղ Գաբրիելյանի առաջխաղացումը ուղարկեց գնդակը ձախ եզր, հիմա էլ Սարգսյանն է հետ փոխանցում կատարում Խաչատրյանի ուղղությամբ Ալավերդյան
Բայց այստեղ չանցավ Ալավերդյանի փոխանցումը ու հիմա տեսնենք գուցե որևէ բան ստացվի արծիվների մոտ, բայց ոչ, հիմա էլ Արշակ Պողոսյանն է կարողանում փակել փոխանցում ու կրկին Պողոսյանն է գնդակով, Նարեկ Սարգսյան, բայց այստեղ կորցրին Էջմիածնի ֆուտբոլիստները, գնդակը վտանգավոր է, հիմա էլ Արգիշտի Խաչատրյանն է հասնում կանգնել գնդակի ճանապարհին, հիմա տեսնենք, բայց անկյունային հարվածի հնարավորությունը ամեն դեպքում վաստակում են այստեղ արծիվների ֆուտբոլիստները, ոչ հարված դարպասից կլինի, այո, մրցավարը այլ որոշում կայացեց, իհարկե ու հիմա խաղարկում է Էջմիածինը գնդակը Պողոսյան Գիգոլյանին ուղարկեց, վերջինս էլ շատ լավ նկատեց Ալավերդյանին կողքին Չուխաջան կրկին Ալավերդյան Ակուլյանն է ստանում գնդակը Մայիս Մելքոնյան իհարկե չեն շտապի հիմա Էջմիածին թիմի ֆուտբոլիստները արդեն ունեն երկու գնդակի առավելություն, ինչը ավելի ապահով է թույլ տալիս նրանց գործել, ավելի վստահ լինել խաղադաշտում Գիգոլյան լավն էր փոխանցումը դեպի ձախ ու եզդից հիմա կնետի Էջմիածինը Սարգսյանը է ուղարկում գնդակը Խաչատրյանին ու գրոյ տեղափոխություն դեպի Աչեզր, դեպի Ակուլյանը, բայց այստեղ հաստրեց պաշտպանը շեղել գնդակի ուղղությունը ու եզիս կնետի Էջմիածին իսկապես շատ լավ նկատեց այս դրվագում Արգիշտի Խաչատրյանը Ակուլյանի գրոյի միացում ու կատարեց ճիշտ փոխանցում, բայց պաշտպանը հաստրեց հեռացնել գնդակը Ակուլյան, Մայիս Մելքոնյան, բայց թույլ չտվեցին նրան հարվածային դիրքում հայտնվել միայնակ ու գնդակը կարողացավ դարպասից դուրս գալով վերցնել արծիվների դարպասապակ Կատաևը հիմա սխալվում են նորից պաշտպանությունից դուրս գալուց արծիվները եզից կնդետի Էջմիածինը Պապիկյան Գիգոլյանին է ուղարկում գնդակը վերջինս էլ դեպի ձախ Նարեկ Սարգսյան բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ Ակուլյան ու 3-0 է դառնում հանդիպան հաշիվը դուբլ Ակուլյանի կատարմամբ երկու գնդակներն էլ հեղինակեց գլխով Գագիկ Ակուլյանը ու հիմա արդեն Էջմիածինը հաղթում է 3-0 հաշվով մրցակցին Երեք 0 այո Ակուլյանը դարձավ դուբլի հեղինակ ու հիմա արդեն էլ ավելի է բարդանում արծիվների խնդիրը խաղադաշտում Սարգսյան այստեղ հաջող ընդունեց գնդակ ուղարկեց Գաբրիելյանին անհատական վարպետությունն է գործի դրել հիմա Գաբրիելյանն ու ասրեց փոխանցում կատարել Ալավերդյանի ուղղությամբ ստացավ պատասխան փոխանցումը ու դեպի հետ Խաչատրյան շատ լավ նկատեց Պապիկյանին վտանգավոր գրոհի է նորից անցնում Էջմիածինը Մելքոնյան տարավ գնդակը Մելքոնյանը ու Մելքոնյանը դառնում է արդյոք ոչ չի դառնում դուբլի հեղինակ ուզում էի ասել արդեն դուբլ կգրանցի անվան դիմաց Մելքոնյանը բայց գնդակը շեղությամբ ընթացավ հիմա արդեն փոփոխություն է տեղի ունենում Էջմիածին թիմի կազմում կրկնակի փոփոխություն ենք այո տեսնում Սարգսյանն ու Գաբրիելյանն են լքում խաղադաշտը ու նրանց փոխարեն հանդիպումը կշարունակեն Ոչ Գաբրիելյանը դուրս չեկավ Պապիկյանը փոխարինվեց եւ հանդիպումը շարունակվում է Վարդան Վարդանյանն ու Վլադիմիր Ալավերդյանը նրանց փոխարեն հիմա արդեն տեսնենք փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները ինչ կփորձեն անել Ակուլյան այստեղ շատ լավ կարողացավ մարմնով փակել մրցակցի առաջխաղացումը ու եզից նետում կատարեց Էջմիածինը խաղարկում են գնդակը կրկին Պողոսյանն ու Ալավերդյանը միմյանց հետ Ալավերդյան Ակուլյան գրոյի անցնում Էջմիածինը Մայիս Մելքոնյան այստեղ դեպի աջ փոխանցում հետևեց Վլադիմիր Ալավերդյանն էր այստեղ էլ ու հիմա արդեն եզից կրկին կնետի Էջմիածինը կատարված է եզրային նետումը, բայց այստեղ չստացվեց գրոհ կազմակերպել ու հիմա արծիվների պատասխանը տեսնենք խորքից փոխանցում, բայց այստեղ Պողոսյանը իհարկե թույլ չի տա այսպես հեշտությամբ շրջանցել իրեն ու կարողացավ վերահսկելով իրավիճակը սկսել եւս մեկ հերթական գրոհ իր թիմի համար լավ նկատեց Մելքոնյանին
Գիգոլյան Գիգոլյան ուժեղ փոխանցում առաջ, բայց մի փոքր այստեղ ուժեղ ստացվեց գնդակը Վլադիմիր Ալավերդյանի համար ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից։ Ու հիմա եւս մեկ փոփոխություն Էջմիածնի կազմում Գիգոլյանը լքում է խաղադաշտը ու Մանուկ Մուրադյանն է դուրս գալիս խաղադաշտի 99 համարով։ Տեսնենք արդեն Մուրադյանը ինչ կփորձի անել, իհարկե թիմի ռմբարկուն է Մուրադյանը ալիգա մրցաշարում Էջմիածնի։ Եվ հիմա բնականաբար արդեն կփորձի անել հնարավորինս հաջողության հասնելու այս խաղում Վարդանյան, Մելքոնյան, բայց այստեղ չհասկացան միմյանց Վարդանյանն ու Մելքոնյանն, իսկ Մելքոնյանի կատարած փոխանցումը անհասցե ստացվեց։ Գլորում են գնդակը հարցիներ, Ռոման դեպի աջ, բայց այստեղ անհաջող ստացվեց փոխանցումը հարցիների ավակի ու եզից կնետի Էջմիածինը։ Վարդան Վարդանյան լավ նկատեց այստեղ Ալավերդյանին, կարողացավ մնալ գնդակով սկզբում Ալավերդյանը, հետո կորցրեց ու հիմա արագ հակագրոհի են անցնում մրցակից թիմի ֆուտբոլիստները, բայց այստեղ Խաչատրյանը իր դիրքում էր ու կարողացավ վստահ կերպով Իել գնդակին հետո էլ կորցրին կրկին գնդակը, բայց Վարդան Վարդանյանը հասցրեց այստեղ նահանջել ու փակել Խաչատրյանի դիրքը։ Ալավերդյան շատ լավ փոխանցում հետևեց դեպի աջ, Ակուլյանն է գնդակով, Մայիս Մելքոնյան եւ ինչ արեց այս դրվագում Մելքոնյանը, իհարկե փորձում փոխանցում կատարել, բայց ստացվեց եւ հիմա Ալավերդյանը հանգստացնում է հանդիպումը գնդակը հետ ուղարկելով դարպասապա Էրիկ Պողոսյանին, Արշակ Պողոսյան Խաչատրյան ու խաղարկում են Էջմիածնի ֆուտբոլիստները գնդակը, իհարկե շտապելու ոչ մի տեղ չունեն նրանք այս րոպեներին։ Պողոսյան, Ալավերդյան բայց այստեղ չհասավ գնդակը Վարդանյանին, հետո եզից նետում է Վարդանյանը, Արտուր Ալավերդյան Մելքոնյանը այդ փոխանցում դեպի Պողոսյանը, գլորում են գնդակը Էջմիածնի ֆուտբոլիստները պաշտպանությունում, Արշակ Պողոսյան լավ նկատեց այստեղ Ակուլյանին, Չուխաջյան Վլադիմիր Ալավերդյան մեկ հպումով փորձեց ազատվել այստեղ գնդակից, բայց փոխանցումը չհասավ խաղընկերոջը, իսկ մրցակցի մոտ էլ գրով կազմակերպել չստացվեց։ Պողոսյան շատ լավն էր փոխանցումը դեպի Վարդան Վարդանյանը, արագությունը զարգացնում ձախ եզրով Վարդանյանը, կտեսնենք արդյոք եւս մեկ դարպասի գրավում Վարդանյան արգելակեց այստեղ, բայց փոխանցումը չհասավ հետո Գաբրիելյանին, հիմա Գաբրիելյանն է գնդակով, Մուրադյան, մնաց գնդակով Մուրադյանը ու դեպի կենտրոն է ուղարկում այն Մելքոնյան, կրկին Մուրադյան գրո տեղափոխում է աջ եզր Մուրադյանը, Չուխաջյան նկատեց Ակուլյանին, Չուխաջյանը բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, Վարդան Վարդանյան ստացվեց այստեղ Վարդանյանի հարվածը, բայց հետո Մելքոնյանը նահանջեց ու տիրեց գնդակին ուղարկելով այն Արգիշտի Խաչատրյանի ուղղությամբ, եւս մեկ գրո է փորձում սկսել Էջմիածինը, բայց այստեղ արդեն ստացվեց ու հիմա մրցակցի պատասխանը տեսնենք։ Չկարողացան այստեղ էլ գրոյի անցնել արծիվները, քանի որ իր գործը լավ արեց խաղադաշտում Արտուր Ալավերդյանը, Ակուլյան, այդ փոխանցում դեպի Տիգրան Չուխաջյանը, ու հիմա էլ Վլադիմիր Ալավերդյանն է գնդակ ուղարկում իր եղբոր Արտուր Ալավերդյանի ուղղությամբ, կրկին Ալավերդյան, հետ փոխանցում դեպի Չուխաջյանը, նորից Արտուր Ալավերդյանն է գնդակով Վլադիմիր Ալավերդյան, Ակուլյան, լավ էր նկատել կենտրոնում Մելքոնյանի առաջ խաղացումը Ակուլյանը, բայց վերջի պահին մրցակցի պաշտպանը տիրեց գնդակին, հիմա էլ չստացվեց պաշտպանությունից դուրս գալ արծիվների մոտ, Գաբրիելյանը դա թույլ չտվեց, բայց պատխաղարկումն էլ այստեղ Մելքոնյանի հետ հաջող չէր ու սկսում են եւս մեկ իրենց գրոհը արծիվները ձախ եզրով արդեն, բայց Պողոսյանը իհարկե նմանատիպ իրավիճակների համար բավական մեծ փորձ ունի ու կարողանում եմ չեզոքացնել վտանգը դեպի դարպասը տանող, ինքն էլ սկսում է Էջմիածնի գրոհ, ֆանտաստիկ փոխանցում դեպի Մանուկ Մուրադյանը, Մուրադյան վտանգավոր է, Մուրադյան ու չի ստացվում այստեղ դիպուկ գտնվել Մուրադյանի մոտ, իհարկե շատ տարբերակներ ուներ, բայց որոշեցին եզրափակել ու
Հարվածը շեղությամբ ստացվեց, բայց ինչ արեց Արշակ Պողոսյանը այս դրվագում իհարկե խորքից միայնակ մի քանի մրցակցի կարողացավ շրջանցել ու ինչ կտրող փոխանցում կատարեց դեպի խաղանկեր Մուրադյանը։ Հիմա Գաբրիելյանը փակեց Ռոմանի փոխանցման ճանապարհը, բայց մնաց գնդակը արծիվների մոտ։ Շատ լավ էր փոխանցումը, բայց գեղեցիկ գործեց այստեղ Արգիշտի Խաչատրյանը, Մայիս Մելքոնյան, Գաբրիելյան, կրկին Մելքոնյան, տարավ իր հետ գնդակը Մելքոնյանը, բայց ֆանտաստիկ գործեց վերջի պաշտպան Ռոմանը, հիմա չի ավարտվել Էշմիածի գրո Ակուլյան ու այդ տրիկի հեղինակ է դառնում Ակուլյանը հանդիպան հաշիվը դարձելով 4-0։ Ջորզերո Ակուլյանը հետրիկ գրանցեց իր ավան դիմաց եւ միանգամից փոխարինվեց, նրա փոխարեն հանդիպումը կշարունակի Սմբատ Պողոսյանը ու տեսնենք արդեն Պողոսյանը ինչ կփորձի անել։ Հիմա գրոում են ձախ եզրով արծիվները։ Բայց այստեղ Պողոսյանը նահանջեց պաշտպանություն ու կարողացավ վաստակել եզրային նետման հնարավորությունը իր թիմի համար։ Չուխաջան, կրկին Պողոսյան խաղարկում են գնդակը Էշմիածի պաշտպանները, այդ փոխանցում դեպի Արշակ Պողոսյանը։ Շատ վստահ է գործում Պողոսյանը, բայց հիմա արդեն կորցրեց, հետո էլ Չուխաջյանը հասցրեց ապահովագրել, իսկ Էրիկ Պողոսյանը կարողացավ այստեղ հեռացնել գնդակը, բայց այն բաժին հասավ արծիվների ֆուտբոլիստերին։ Ու հիմա էլ արդեն Արտուր Ալավերդյանն է կենտրոնում վերահսկում գնդակը, Մայիս Մելքոնյան կա ձախից Վարդանյանի առաջ խաղացումը, բայց չկատարեց այստեղ փոխանցում Մելքոնյանը։ Վարդանյան դեպի կենտրոն, մի փոքր այլ ուղղությամբ ընթացավ գնդակը։ Ռոման Խորքից փոխանցում ենք տեսնում, բայց կրկին Խաչատրյանի իր դիրքում էր ու կարողանում է հեռացնել գնդակը։ Ռոման լավն էր այս փոխանցումը դեպի Աչեզեր։ Եվս մեկ փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց Պողոսյան այստեղ վերցեց գնդակը, առայժմ հարված չի հետևել Էշմիածին թիմի դարպասի ուղղությամբ մրցակցի կողմից, իհարկե այս անցած րոպեների ընթացքում նոմինալ առաջին համարով է հանդես գալիս Էշմիածինը խաղադաշտում, իհարկե գրողները, հակագրողները վտանգավոր շատ արագ է կարողանում կազմակերպել Էշմիածինը, Արտուր Ալավերդյան, Մուրադյան ու դեպի աջ ուղարկեց գնդակը, Պողոսյանն է այստեղ, կրկին Ալավերդյան, Մայիս Մելքոնյան, Ալավերդյան, այո, հասցրեց այստեղ մնալ գնդակով Ալավերդյանը, այլապես կորցնելու դեպքում շատ վտանգավոր հակագրող սպասել, Խաչատրյան լավ չստացվեց փոխանցումը, բայց գնդակը մնաց Էշմիածնի մոտ ու կար այստեղ խաղի կանոնների խախտում Մելքոնյանի դեմ պայքարում։ Գաբրիելյանն է խաղարկում գնդակը Ալավերդյանի հետ, ստանում նրանից պատասխան փոխանցում, կրկին ուղարկեց գնդակը Ալավերդյանին ու դեպի հետ Պողոսյան, Արգիշտի Խաչատրյան ու չստացվեց այստեղ հաջող փոխանցում կատարել այս դրվագում Խաչատրյանի մոտ, բայց իհարկե արդեն Էշմիածին թիմի պաշտպանները իրենց դիրքում են ու թույլ չեն տա մրցակցին արագ հակագրոհի անցնել։ Հիմա եւս մեկ փոփոխություն Էշմիածնի կազմում, Մելքոնյանը դուրս եկավ խաղադաշտից ու նրա փոխարեն հանդիպումը կշարունակի Ժիրայ Պապիկյանը։ Պողոսյան, Արշակ Պողոսյանին ուղարկեց գնդակը դարպասապա Պողոսյանը ու հիմա արդեն գործ են գնդակը Էշմիածնի ֆուտբոլիստները, եզից կնետի արծիվը։ Տեսնենք այս գրոհ ինչ կտա արծիվներին, տեսեք որտեղ է հասել արդեն թիմի կենտրոնական պաշտպան Ռոմանը լավն էր փոխանցումը, բայց այստեղ հարված չհետևեց ու Պողոսյանն էլ շատ գրագետ դուրս եկավ իր դիրքից ու թույլ չտվեց մրցակցին հարված կատարել դարպասի ուղղությամբ։
Գաբրիելյան Ալավերդյանին է ուղարկում գնդակը եւս մեկ գրոյի ասում Էջմիածինը Արտուր Ալավերդյան Հետ փոխանցում ենք տեսնում դեպի Խաչատրյանը, բայց այս բանին նորից ստացվեց Խաչատրյանի մոտ ճիշտ փոխանցում կատարել Հիմա մրցակցի գրողը տեսնենք, բայց ոչինչ անել չստացվեց կրկին այս դրվագում արծիվների մոտ Տիգրան Չուխաջյան Մուրադյան Գեղեցիկ գործեց Մանուկ Մուրադյանը, հետ փոխանցում դեպի Արշակ Պողոսյանը Արտուր Ալավերդյան Գաբրիելյանն ուղարկեց գնդակը Մուրադյան, հիմա էլ չանցավ Մուրադյանի կատարած փոխանցում ու արծիվներն են փորձում հասնել գրոյի Ռոման լավ էր նկատել խաղանկեյոջը, բայց փոխանցման առաջինը արձագանքեց Խաչատրյանը ու շատ հաշվ է նկատ փոխանցում կատարեց Պապիկյանի ուղղությամբ կա Ալավերդյանի տարբերակը, բայց արդեն խաղից դուրս իրավիճակում է հայտնվել Վլադիմիր Ալավերդյանը Պողոսյանն է աչեզով միացել գրոյին Սմբատ Պողոսյանը հեռու թողեց այստեղ Պողոսյանը գնդակ ու կարողացան Էջմիածին Թիմից խլել գնդակը մրցակցի ֆուտբոլիստները Եզից հիմա կնետի Էջմիածինը սխալվեցին արսիվները Պողոսյան Արտուր Ալավերդյանին է ուղարկում գնդակը Մուրադյան կրկին Ալավերդյան Դեպի կենտրոն Գաբրիելյանն է այստեղ Չուխաջյանն է ստանում գնդակը Արտուր Ալավերդյան, Մանուկ Մուրադյան լավ նկատեցին այստեղ միմյանց Ալավերդյանն ու Մուրադյանը, բայց Մուրադյանի կատարած փոխանցումը ուժեղ ստացվեց ու կարողացավ գնդակին գրել արծիվների դարպասապակ Ատաևը Տաման լավ փոխանցում կատարեց այստեղ Ռոմանը հիմա արդեն գրոյի անցնում արծիվները, բայց կրկին վտանգը չեզոքացված է դեպի Էջմիածնի դարպասը տանող Պողոսյան իհարկե ամեն ինչի վերահսկողության տակ էր այս պահին ու նետում է գնդակը Արգիշտի Խաչատրյանի ուղղությամբ Արտուր Ալավերդյան դեպի Ձախ Եզր Վարդանյանն է այստեղ Ալավերդյան Թողնում է գնդակը Վարդան Վարդանյանի վերջինս էլ դեպի կենտրոն Մուրադյանը ու իհարկե հիմա արդեն հետ փոխանցում է տևեց Արշակ Պողոսյանի ուղղությամբ չեն շտապում, երևում է չեն շտապում Էջմիածին թիմի ֆուտբոլիստները պարզապես շատ արագորեն կարողացան հանդիպան մեկնարկում բացել հաշիվը Մելքոնյանը դարձավ գոլի հեղինակ հետո էլ Ակուլյանը հետրիկ գրանցեց իր անվան դիմացու հիմա 4 գնդակի առավելությունը իհարկե թույլ տալիս է Էջմիածին խաղադաշտում ավելի հանգիստ գործել А зачем вдвоем ты ставишь? Пас! Олег! Լավն էր այս փոխանցումը, տեսնենք այս գրոհը ինչ կտա հիմա արծիվներին Եվս մեկ փոխանցում, բայց շեղությամբ էր այս փոխանցում ու արված կլինի Երիկ Պողոսյանի պաշտպանած դարպասից Եվս մեկ փոփոխություն հիմա թիմերի կազմում Գիգորյանն է վերադառնում խաղադաշտ փոխարինելով Արգիշտի Խաչատրյանին Края не твоя в первую очередь задача, это защита и нападающий, вы их подсказываете. Ու հիմա արդեն կարող է վերսկսվել հանդիպումը Պողոսյան ուղարկեց գնդակը Մանուկ Մուրադյանին Արտուր Ալավերդյան, կրկին Մուրադյան Շատ լավ նկատեց Մուրադյանը աչքի եզրում Պողոսյանի գրոյի միացումը տեսնենք այս գրոյի ինչ կտա Էջմիածնին Սմբատ Պողոսյան փոխանցում բայց այստեղ գնդակին չկարողացավ արձագանքել Վլադիմիր Ալավերդյանը դենք անկեղծ փոխանցումն էլ մի փոքր անհաջող ստացվեց Պողոսյանի կատարած ու հիմա արդեն Մրցակիցն է փորձում գրոհ կազմակերպել, բայց վերահսկում են հիմա իրավիճակը Էջմիածնի ֆուտբոլիստները Ես իսկ ունեցի Էջմիածինը
Պողոսյան ռիսկի դիմեց այստեղ Արշակ Պողոսյանը, բայց արդարացված։ Ռիսկի դա շատ լավ է գրոյի։ Անցնում Արշակ Պողոսյանը դեպի ձախ եզներ Վարդան Վարդանյան։ Մնաց գնդակով Վարդանյանը լավն էր անցումը եւս մեկ փոխանցում, բայց այստեղ հեռացին գնդակը ու կտեսնենք անկյունային արված։ Վարդանյանն է տեղադրում գնդակը անկյունային իրացնելու համար, բայց անհաջող ստացվեց այստեղ փոխանցումը ու հիմա գուցե ստացվի հարցիվների մոտ որևէ բան կազմակերպել, բայց իհարկե Մանուկ Մուրադյանը դա թույլ չի տա, հիմա երկրորդ տեմպով են փորձում գրոհ սկսել հարցիվները արդեն ձախ եզրով ու այս փոխանցումը կրկին անհաջող ստացվեց, Արշակ Պողոսյան հասցրեց նորից Պողոսյանը փոխանցում կատարել Գիգոլյանի ուղղությամբ ու հետ դեպի դարպասապ Էրիկ Պողոսյանը Շուխաջյան Արշակ Պողոսյան մեկ հպումով փոխանցում դեպի Սմբատ Պողոսյանը Ալավերդյան լավ շրջվեց այստեղ Արտուր Ալավերդյանը ու դեպի ձախ է փոխանցում կատարում Գիգոլյան կրկին Ալավերդյան Արտուր Ալավերդյան մի փոքր թույլ ստացվեց այս փոխանցումը, բայց գնդակը մնաց Էշմիածնի մոտ ամեն դեպքում Մանուկ Մուրադյան Պողոսյան նորից խորքից Պողոսյանն է սկսում եւս մեկ Էշմիածնի գրող շատ վստահ է իրեն զգում պաշտպանության կենտրոնում Արշակ Պողոսյանը Ալավերդյան դեպի ձախ ուղարկել գնդակը Գիգոլյանն է այստեղ Մնաց գնդակով Գիգոլյանը շատ լավ գործեց այստեղ Գիգոլյան ուղարկելով գնդակը Վարդան Վարդանյանի ուղղությամբ կհասնի այս գնդակին, բայց ոչ մրցակցի պաշտպանը սահանքմամբ կարողացավ հեռացնել գնդակը Պապիկյան, բայց արդեն շատ սրեց անկյունը Ժիրայր Պապիկյանը մնաց գնդակը Վարդանյանի մոտ այդ փոխանցում տեսեք որտեղ է հասել հիմա Էշմիածնի կենտրոնական պաշտպան Արշակ Պողոսյանը ու ինչ փոխանցում է կատարում Մուրադյանին Պապիկյան հիմա եթե ստացվեց Պապիկյանի հարվածը շքեղ գոլ կտեսնենք Էշմիածնի կատարմամբ իհարկե բայց դա տեղի չունեցավ Ալավերդյան հիմա էլ Ալավերդյանի փոխանցումը չանցավ ու արծիվներն են շարժվում առաջ Ուժեղ է այս փոխանցումը, ուժեղ ստացվեց այստեղ փոխանցումը, բայց Պողոսյանը դուրս եկավ ու տիրեց գնդակին, Մանուկ Մուրադյան, Գաբրիելյան, Ալավերդյանին է ուղարկում գնդակը ու դեպի ձախ Գիգոլյանն է կրկին այստեղ Շուխաջյանը այդ փոխանցում դեպի Պողոսյանը գլորում են գնդակը Էշմիածնի ֆուտբոլիստը իսկապես չունեն շտապելու ոչ մի տեղ առաջի կեսն մոտենում է ավարտին Սմբատ Պողոսյան Ալավերդյան կա Գաբրիելյանի տարբերակը շատ լավ նկատեց այստեղ Անատոլի Գաբրիելյանին Ալավերդյանը բայց Գաբրիելյանի փոխանցումը հիմա չանցավ ու գուցե հիմա որևէ բան կազմակերպեն մրցակցի թիմի ֆուտբոլիստները վտանգավոր է բայց հասցնում են նահանջելու վտանգը չեզոքացնել Գարիկ Գիգոլյանը Պողոսյան գտավ կենտրոնում Արշակ Պողոսյանին Գաբրիելյան բայց այստեղ չհասավ գնդակը Արշակ Պողոսյանի տեսեք որտեղ է հիմա հասել Արշակ Պողոսյանը պաշտպանության կենտրոնը դատարկ թողնելով ու այս գրոհ տեսնենք Էշմիածնի Սմբատ Պողոսյան վտանգավոր է կա փոխանցումը ինչու չհարվածեց Պողոսյանը իհարկե լավ էր մտածել ամեն ինչ բայց հասցրին այստեղ միջև Վարդանյանին հասնել է գնդակը հեռացնել արծիվների պաշտպանները ու անկյունային կիրացնի Էշմիածինը Պողոսյան, Պապիկյանն է այստեղ հասցրեց փոխանցում կատարել Պապիկյանը, բայց հեռացին գնդակը չնայած ոչ այնքան հեռու, հիմա երկրորդ տեմպով կգրոհի Էշմիածինը Սմբատ Պողոսյան եւ խաղից դուրս իրավիճակում էր արդեն Ժիրայր Պապիկյանը Պողոսյանի կատարած փոխանցումից հետո
Քահարկում է ստանդարտում արցիների ֆուտբոլիստները։ Ու հիմա Վլադիմիր Ալավերդյանն է հաստում նահանջել ու դիրել գնդակին Չուխաջյան դեպի կենտրոն Մուրադյանն է այստեղ այո դիրքերով փոխվել են Մուրադյանն ու Արշակ Պողոսյանը հիմա Մուրադյանը որպես նոմինալ վերջին պաշտպան է հանդես գալիս այս դրոպաների խաղադաշտում Արշակ Պողոսյանը լայտվել է հարցակողի դիրքում Պողոսյան դեպի Աչեզեր Չուխաջյանն է այստեղ Արտուր Ալավերդյան Իլյան Չուխաջյան ու հետ փոխանցում դեպի դարպասապա Պողոսյան իսկապես Էջմիածինը առաջի խաղակիցը փորձում է արդեն ավարտին հասցնել Գաբրիելյան հնարամիտ կերպով թողեց գնդակը Գիգոլյանին ստացավ նրանից պատասխան փոխանցումը կրկին Գիգոլյան ու հետ փոխանցում Մուրադյանի ուղղությամբ Արշակ Պողոսյանն է ստանում գնդակը դաշտի միջին հատվածում Ալավերդյան դեպի Աչեզներ Չուխաջյան կրկին Պողոսյան Արշակ Պողոսյան հասցրեց փոխանցում կատարել Ալավերդյանի ուղղությամբ, Ալավերդյանն էլ դեպի Աչեզը, տեսնենք այս գրոհը ինչի կվերացի Էջմիածինը, բայց հասցրին կրկին լավ գործել մրցակցի պաշտպանները, Չուխաջյանն էլ այստեղ շատ լավ պաշտպանվեց ու գնդակ ուղարկեց դարպասապա Էրիկ Պողոսյանի ուղղությամբ, Արտուր Ալավերդյան, քիչ էր մնում սխալվեր արդեն Ալավերդյանը, բայց հասցրեց մնալ գնդակով, հետո արդեն Չուխաջյանը կորցրեց, բայց Արշակ Պողոսյանն էլ այստեղ հասցեագրեց Չուխաջյանին ու շատ լավ փոխանցում կատարեց Գարի Գիգոլյանի ուղղությամբ։ Իհարկե, ամբողջ ուժով չեն գրոհում Էջմիածինի ֆուտբոլիստները այս րոպեներին։ Հիմա սխալ պաշտպանությունում։ Լավ փոխանցում է հետևում, բայց Գիգոլյանը այստեղ լավ պաշտպանվեց եւս մեկ փոփոխություն հիմա Էջմիածինի կազմում Նարեկ Սարգսյանն է վերադառնում խաղադաշտ փոխարինելով Տիգրան Չուխաջյանին։ Ու արդեն տեսնենք որպես Կարմուժինչ կփորձի անել Նարեկ Սարգսյանը, իհարկե մենք նրանց ցանկացած դիրքում սովոր ենք տեսնել խաղադաշտում, բայց այս րոպեներին նա որպես նոմինալ պաշտպան հանդես կգա։ Սմբատ Պողոսյանն է զարգացնում արագություն Աշեզրով կա Վարդանյանի տարբերակը կատարեց փոխանցում, բայց չասավ գնդակը Վարդանյանին, չնայած հիմա նահանջեց ու տիրեց գնդակին Վարդանյանը, լավն էր փոխանցումը դեպի Գաբրիելյանը։ Գաբրիելյան Մնաց գնդակով ու շատ գեղեցիկ փոխանցում հետևեց դեպի Արտուր Ալավերդյանը, Պողոսյան, կրկին Ալավերդյան։ Հետ փոխանցում կատարեց այստեղ Ալավերդյանը, բայց Մուրադյանը իհարկե վերահսկում էր իրավիճակը ու թույլ չտվեց մրցակցին գրոհի անցնել։ Հիմա խաղարկում Գիգոլյանի հետ Պողոսյան, ռիսկի է դիմում Պողոսյանը, բայց հասցրեց անցում կատարել ու շարժվում է առաջ հիմա էլ Չանցավ Պողոսյանի կատարած փոխանցումը իհարկե արդեն սահանգում էր տեղի ունեցել ու հիմա մրցակցի պատասխանը տեսնենք բայց Մուրադյանն է այստեղ 1-1-ի դեմ պայքարում մնացին գնդակով արցիվների ֆուտբոլիստները տեսնենք այս գրոհը ինչ կտան նրանց ոչինչ Գիգոլյանը նորից հասցրեց փակել փոխանցման ճանապարհը ու ես իսկ կնետի արդեն մրցակից թիմը Էջմիածինի Գիգոլյան Մուրադյան Եվ եզրային նետում հիմա իրացնի արդեն Էջմիածինը փոփոխություն Էջմիածինի կազմում Արշակ Պողոսյանը դուրս եկավ խաղադաշտից ու Ակուլյանը վերադարձավ նրա փոխանեն խաղադաշտ Եվ տեսնենք արդեն 3 գնդակ հեղինակել է այս խաղում Ակուլյանը դեռ առաջի խաղակեսն իհարկե փոխարինվել է հիմա կրկին խաղադաշտում է Գագիկ Ակուլյանը ու տեսնենք արդեն փոխարինման դուրս գալուց հետո թարմ ուժերով ինչ կփորձի անել Ակուլյանը Ալավերդյան կա Գաբրիելյանի տարբերակը նկատեց Անատոլի Գաբրիելյանին
Кто ты до него-то, блядь? Գաբրիելյան մնաց գնդակով Գաբրիելյանը լավ փոխանցում դեպի Ակուլյանը Ակուլյան կգրանցի արդյոք պոկերի անվան դիմաց Ակուլյան բայց ոչ շեղությամբ է ստացվում Ակուլյանի հարվածը ու վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է կարճատև դատարկվորից հետո կվերադառնանք Ֆուտբոլասերներ մենք վերադառնում ենք միասին դիտելու Էջմիածին ընդդեմ արծիվների հանդիպման երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո հանդիպման հաշիվը 4-0 օգուտ Էջմիածին նախ կարողացավ հանդիպման 1 տարկում Մայիս Մելքոնյանը բացել հանդիպման հաշիվը առաջ մղելով իր թիմին հաշվում մեջ հետո էլ Գագիկ Ակուլյանը գրանցեց հետրիկ իր անվան դիմաց ու արդեն 4-0 հաշվով թիմերը գնացին ընդմիջման հիմա տեսնենք երկրորդ կեսում ինչ կփորձեն Անել թիմերը առաջին հերթին խոսքս իհարկե վերաբերվում է արծիվներին, ովքեր բնականաբար պետք է փորձեն կրճատել գոնե հաշվի տարբերությունը, հիմա անկյունային արդեն Գիրասնի խաղակեսի մեկնարկում Էջմիածինը, եկեք եւս մեկ անգամ վերհիշենք մրցող թիմերի մեկնարկային կազմերը, սկսենք Արծիվներից Կատաևը դարպասում է համար 1, Գավթեր համար 13, Շարաև համար 48, Սմիրնով համար 7, Սալիխ համար 6, Կարա Կարապետյան համար 15, Ադալի համար 10, Ադանի համար 10, ներողություն, Օվսի Հովանիսյան համար 18, Սիոմ Ավետիսյան համար 2, Բուլդոզեր Պողոսյան համար 16, Կոմարով համար 19, Տիգրան համար 11, Ջոնի համար 8 եւ Կարլին համար 9։ Այսպիսի կազմոնի այս հանդիպան համար հարցիվները Серег, меняйся! Серег, меняйся! Էջմիածին Էրիկ Պողոսյանը դարպասում է համար 1, Արգիշտի Խաչատրյան համար 16, Արշակ Պողոսյան համար 10, Տիգրան Չուխաջյան համար 13, Նարեկ Սարգսյան համար 14, Գարիկ Գիգոլյան համար 25, Արտուր Ալավերդյան համար 7, Մայիս Մելքոնյան համար 11, Գագիկ Ակուլյան համար 17, Ժիայր Պապիկյան համար 9, Անատոլի Գաբրիելյան համար 7, Վլադիմիր Ալավերդյան համար 27, Մանուկ Մուրադյան համար 29, Վարդան Վարդանյան համար 18 եւ Սմբատ Պողոսյան համար 21-ը այսպիսի կազմով էլ ներկայացել է այս հանդիպանը Էջմիածինը առաջի կեսը շատ լավ մեկնարկեցին հենց Էջմիածնի ֆուտբոլիստները ովքեր շատ արագորեն իջեցնեմ եւս մեկ անգամ առաջին րոպեին անմիջապես կարողացան առաջ անցնել հաշվի մեջ Մելքոնյանի գոլի շնորհիվ ու արդեն դրանից հետո իհարկե էլ ավելի հեշտացավ թիմի խնդիրը ու դարձավ լուծելի իհարկե Ակուլյանը շատ լավ կարողացավ ինտեգրվել խաղին ու դառնալ հետրիկի եղինակ առաջի խաղակեսում ովքեր դիտում էին առաջի խաղակեսի իհարկե կպաստեն նաև կարող է 4 գնդակ իր անվան դիմաց գրանցել Ակուլյանը հենց առաջի խաղակեսի վերջին գրոհում բայց իհարկե միայնակ մնալով դարպասապայի դեմ չհասավ հաջողության այդ դրվագում Ակուլյանը ու հաշիվը մնաց 4-0 որով էլ թիմերը գնացին ընդմիջման Արտուր Ալավերդյան հիմա տեսնենք արդեն երկրորդ խաղակեսում իսկապես Ինչպիսի ֆուտբոլ կմատուցեն թիմերը մեզ նախ խոսքս կրկնում եմ առաջինը վերաբերվում է արծիվներին ովքեր պետք է գոնե փորձեն որքան հնարավոր է կրճատել հաշվի տարբերությունը հիմա տեսնենք ինչ է պատահել խաղադաշտում վնասվածք է ստացել կարծես արծիվներ թիմի ֆուտբոլիստներից որևէ մեկը բայց հուսանք որ ամեն ինչ կարգին կլինի ֆուտբոլիստի հետ այո նա կարողացավ ոտքի կանգնել, հիմա դժվարանում եմ ասել կփոխարինվի արդյոք թե ոչ Այո, այնուամենայնիվ փոփոխություն հիմա տեղի կունենա արծիվների կազմում վնասված ստացած ֆուտբոլիստը չի կարողանում շարունակել հանդիպումը Հիմա խորքից փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ Ալավերդյանը կարողացավ խլել գնդակը մրցակցից, հետո ուղարկելով Գիգոլյանին վերջինս էլ գնդակը հասցնում է դարպասապահ Էրիկ Պողոսյանին ու գնդակը արդեն Էջմիածնի հաշեզրում են Նարեկ Սարգսյան Պողոսյանը պայծ գնդակը դաշտի սահմաններում այդ փոխանցում դեպի թիմի կենտրոնական պաշտպան Մանուկ Մուրադյանը դեպի ձախ փոխանցում են տեսնում Գիգոլյանի ուղղությամբ ու գլորում են հիմա գնդակը Էջմիածնի ֆուտբոլիստները իհարկե հիշեցնում հանդիպումը ընկերական բնույթ է կրում Ալավերդյան այստեղ շատ լավ նկատեց Վարդանյանի առաջխաղացումը դեպի կենտրոնը Ակուլյան բայց այստեղ նորից չի ստացվում Գագիկ Ակուլյանի մոտ դառնալ գոլի հեղինակ իսկ հիմա ինքնագոլ ենք տեսնում ու հանդիպման հաշիվը 5-0 է դառնում
5-0 այո, հիմա լիգտագոլ գրանցեցին արսիները իրենց անվան դիմաց ու արդեն իհարկե ամեն ինչ էլ ավելի պարզ է պատկերը Ակուլյանի հարվածը կարողացան ետ մղել, բայց հետո իրենք էլ գրավեցին իրենց սեփական դարպասը հանդիպան հաշիվը դարձնելով 5-0 ու հիմա արդեն վերսկսվում է հանդիպումը Կլորում են գնդակը արծիվները պաշտպանությունում բայց այստեղ Պապիկյանն էր գնացել պրեսինգի փորձեց խլում կատարել մրցակցից այս դրվագում չստացվեց ու հիմա Մուրադյանը շատ հաջող է պաշտպանվում տեսնենք իհարկե թույլ չի տա մրցակցին այսպես հեշտությամբ շրջանցել իրեն իհարկե Մուրադյանը շատ մեծ փորձ ունի Ընդհանրապես խաղադաշտում Էջմիածնի կազմում նա շատ լավ է հանդես նաև գալիս պաշտպանության խորքում ու հիմա տեսեք արդեն առանց շտապելու դուրս են գալիս պաշտպանությունից Էջմիածնի ֆուտբոլիստները, բայց հիմա արդեն սխալվեցին այս գրողը տեսնենք ինչ կտա մրցակցին ոչինչ էլ չտվեց Վլադիմիր Ալավերդյանը հիմա էլ աստրեց նահանջել ու արդեն ձախ եզրով շարժվում են առաջ Էջմիածնի ֆուտբոլիստները Գիգոլյան դեպի կենտրոն Ալավերդյան թողեց գնդակը այստեղ Ալավերդյանը Պապիկյանին Բայց նորից գրող չկարողացան կազմակերպել հիմա Էջմիածնի ֆուտբոլիստները ու տեսնենք արդեն արծիվների պատասխանը բայց անհաջող էր այս փոխանցումը կասեցնել է նույնիսկ չստացվեց փոխանցումը այնքան ուժեղ ստացվեց այս դրվագում ու եզից հիմա արդեն նետում են Էջմիածնի ֆուտբոլիստները Մուրադյանը հետ փոխանցում դարպասապա Պողոսյանի ուղղությամբ Կրկին Մուրադյանը ու արդեն դեպի աչ է ուղարկում գնդակը որտեղ Նարեկ Սարգսյանն է Բայց գնդակը Սարգսյանը դաշտի սահմաններում ու եզից կնետի Էջմիածինը թե ոչ Ոչ, արդեն դուրս է եկել գնդակը դաշտի սահմաններից մինչ Սարգսյանի փոխանցում կատարելը ու եզից արդեն կնետեն արծիվները Հիմա եւս մեկ փոփոխություն տեղի ունեցավ Էջմիածնի կազմում Չուխաջյանը վերադարձավ խաղադաշտ փոխարինելով Սմբատ Պողոսյանին Ռոման դեպի հետ ուղարկեց գնդակը լավն էր այս փոխանցումը տեսնենք հիմա գուցե գրող կազմակերպել ստացվի բայց ոչ շատ ամուր են կանգնած իրենց դիրքում Էջմիածնի ֆուտբոլիստները Ալավերդյանն էլ հիմա խլում կարողացավ կատարել Վլադիմիր Ալավերդյան ու դեպի Նարեկ Սարգսյանն է փոխանցում կատարում Չուխաջյան Արկելակեց այստեղ Չուխաջյանը գտավ կենտրոնում Արտուր Ալավերդյանին Մանուկ Մուրադյան ու դեպի նորից աչ եզր Չուխաջյանը ընդունեց գնդակը կատարեց փոխանցում դեպի Ժիայ Պապիկյանը Գաբրիելյան լավ փոխանցում հետևեց դեպի կենտրոն Վլադիմիր Ալավերդյան տեսնենք այս գրոհի ինչ կտա Էջմիածնին դեպի ձախ եզր կհասնի իհարկե գնդակին Գիգոլյանը հասնում է ու զարգացնում արագություն անցավ մեկ մրցակցի Գիգոլյանը դեպի Ակուլյանը փոխանցում շատ լավն էր այս կոմբինացիան բայց Ակուլյանի վերջական փոխանցումը չհասավ դեպի Պապիկյան ու գնդակին տիրեցին Արծիվների ֆուտբոլիստները դարպասապա գրքին նետում է կատարում աչ եզր Ռոման ու այստեղ դիպավ գնդակը մրցավարին հիմա կնշանակվի վիճաբանական դրվագ Ասենց հիմա Մրցավարը գնդակը արծիվներին ու արդեն վերսկսվում է հանդիպումը Ռոման լավն էր այս փոխանցումը բայց Մուրադյանը կարողացավ վերացնել հիմա 4-3-ի դիմաց էին բայց արդեն ընկավ արծիվների գրոհի տեմպը Ռոման եւս մեկ փոխանցում կար խաղից դուրս իրավիճակ այո Մուրադյանը խաղարկում է գնդակ Ալավերդյանի հետ Վլադիմիր Ալավերդյանն է ստանում գնդակը հիմա արդեն կա տարբերակ շատ լավ փոխանցում հետևեց Ջիայ Պապիկյանի ուղղությամբ Պապիկյան անցավ այստեղ դարպասապային Պապիկյանը բայց գրավել դարպասը չստացվեց Պապիկյանի մոտ հաշիվը մնում է անփոփոխ ամեն ինչ իդեալական արեցին այստեղ Էջմիածնի ֆուտբոլիստները բացի վերջնական ու եզրափակիչ հարվածից Անկյունային տեսնենք ինչպես կիրացնեն Էջմիածնի ֆուտբոլիստները
Ու հիմա Մելքոյանն է վերադառնում խաղադաշտ, թիմի առաջին գոլի հեղինակը փոխարինում է Վլադիմիր Ալավերդյանին Մայիս Մելքոյանը։ Ու հիմա եւս մեկ փոփոխություն, այո, տեղի կունենա Էշմիածնի կազմում։ Պապիկյանն է լքում խաղադաշտը ու նրա փոխանեն խաղադաշտ կվերադառնա Արգիշտի Խաչատրյանը։ Խաղարկել են Անգլիային արդեն Էշմիածնի ֆուտբոլիստները Արտուր Ալավերդյան, Գուցեյարվից փորձի Ալավերդյանը ոչ դեպի աջ ուղարկեց գնդակը Նարեկ Սարգսյան։ Գրոս դեպի մրցակցի տուգանային հրապարակ, այստեղ էլ Մելքոյանը փորձեց հարվածել, չստացվեց, մնացին գնդակով Էշմիածնի ֆուտբոլիստները, Վարդանյան 5-0 է դառնում հանդիպման հաշիվը։ Այո, Վարդան Վարդանյան 6-0 է դառնում հանդիպան հաշիվը ու արդեն իհարկե շատ ավելի խոշոր է հանդիպան հաշիվը այս րոպեներին, պետք է փորձի իհարկե արծիվներ թիմը որևէ բան ձեռնարկել այս ամենի դեմ իհարկե, բայց Էշմիածինը կրկնում եմ եւս մեկ անգամ ամենա ուժեղ սիրողական մրցաշարի մասին է խոսքս Ալիգայի կիսա եզրափակիչ փուլում է, որտեղ ամեն թիմ իհարկե բախտ չի վիճակում հայտնվել ու նրանք բնականաբար այն գլխավոր ֆավորիտներից մեկն են, ովքեր հավաքվում են Ալիգան հաղթահարելու գործում։ Հիմա գրոյի անցնում կրկին Էշմիածինը ձախ եզրով Վարդանյան դեպի կենտրոն Գաբրիելյանն է այստեղ ստանում գնդակը, տեսնենք ինչ որոշում կայացնի Անատոլի Գաբրիելյանը, լավն էր փոխանցումը, բայց այստեղ Մելքոյանը չհասավ այս գնդակին։ Մուրադյան տեսեք որտեղ է հասել արդեն թիմի կենտրոնական պաշտպան Մանուկ Մուրադյանը Գուցեյարվից փորձի այդպես էլ վարվեց ու հիմա դարպասաձողն է միայն փրկում արծիվներին Մուրադյանի շքեղ հարվածից հետո ինչ գոլ կարող էր գրանցել Մանուկ Մուրադյանը, եթե գնդակը հայտնվեր դարպասում։ Նկատել իհարկե որ դարպասապը դուրս է եկել իր դիրքից ու հարվածեց հեռատարածությունից, բայց դարպասաձողը եկավ օգնության մրցակցին ու հաշիվը մնաց անփոփոխ, հիմա արդեն արծիվների պատասխան գրոհն ենք տեսնում, բայց կրկին դարպասապա Երիկ Պողոսյանը դուրս եկավ դարպասից ու տիրեց գնդակին։ Գիգոլյան Մուրադյանն է ուղարկում գնդակը, Արտուր Ալավերդյան շատ լավ գործեց այստեղ Ալավերդյանը, Ակուլյան դեպի աջ Շուխաջյանը կասնի իհարկե այս գնդակին, բայց փոխանցմանը չարձագանքեց Մելքոյանը, իսկ արծիվների մոտ էլ գրոհ կազմակերպել չստացվեց։ Երիկ Պողոսյան դեպի ձախ է ուղարկում գնդակը, Ալավերդյանը ստանում է Գիգոլյանից փոխանցում, Ակուլյան կրկին Ալավերդյան, մնաց գնդակով Արտուր Ալավերդյանը, հիմա արդեն խաղարկեց այն Գիգոլյանի հետ, Մայիս Մելքոյան, Ալավերդյան, Գաբրիելյան, լավ են խաղարկում Էշմիածին թիմի ֆուտբոլիստները գնդակը, բայց գործերին հետո էլ մրցակիցը չկարողացավ հակագրոհ կազմակերպել ու հիմա արդեն սկսում են խորքից Էշմիածնի ֆուտբոլիստները, Նարեկ Սարգսյան, Գաբրիելյանին ուղարկեց գնդակը դեպի աջ, Շուխաջյանն է այստեղ, Խաչատրյան, կրկին Շուխաջյան ու հետ փոխանցում է կատարում Շուխաջյանը Մանուկ Մուրադյանի ուղղությամբ, Մուրադյան, Ալավերդյան, մնաց գնդակով Ալավերդյանը, Գաբրիելյան, այստեղ անհաջող ստացվեց մի փոքր Գաբրիելյանի կատարած փոխանցումը ու հիմա գուցե ստացվի որևէ բան, բայց ոչ, Մուրադյանը կրկին խորքից դուրս եկավ, տիրեց գնդակին ու շատ լավ փոխանցում կատարեց, բայց խաղից դուրս իրավիճակում էր գտնվում Արգիշտի Խաչատրյանը ու դա միանգամից արձանագրեցին մրցավարները։
Հիմա նորից փոփոխություն տեղի ունեցավ Էջմիածնի կազմում Մուրադյանն լքում խաղադաշտ ու նրա փոխարեն հանդիպումը կշարունակի Սմբատ Պողոսյանը Հիմա շատ լավ շանս ունի արդյունքները բայց Օմանի հարված այստեղ թույլ ստացվեց ու Պողոսյանը վերցեց գնդական նետելով Սմբատ Պողոսյանի ուղղությամբ Տիգրան Չուխաջյան Մելքոնյան դեպի կենտրոն Գաբրիելյանն ընդունում գնդակը բայց այստեղ չհասավ փոխանցում Ալավերդյանին կրկին արծիվներ են անցնում գրոհի վտանգավոր արված ենք տեսնում բայց Նարեկ Սարգսյանը կանգնեց գնդակի ճանապարհին հիմա էլ Ալավերդյանը խլում կատարեց մրցակցից ու ուղարկեց այն Նարեկ Սարգսյանի ուղղությամբ վերջինս էլ դեպի հետ դարպասապ Էլիկ Պողոսյանը ու սխալվեցին այստեղ Էջմիածնի ֆուտբոլիստները մրցակցի պրեսինգի արտադրության ներքո Տեսնենք այս գրոհի մեջ կտա արծիվներին Ռոման փոխանցում ու Արգիշտի Խաչատրյանն է այստեղ հեռացնում գնդակը Արտուր Ալավերդյան հիմա կան տարբերակներ բայց Ալավերդյանը չշտապեց Խաչատրյան հետ փոխանցում դեպի Պողոսյանը կրկին Ալավերդյան Արգիշտի Խաչատրյանի հետ է խաղարկում մի քանի անգամ գնդակը Ալավերդյանը ու դեպի ձախ Վարդան Վարդանյան Գիգոլյան Ալավերդյան հիմա արդեն շարժվում են առաջ Էջմիածնի ֆուտբոլիստները Գաբրիելյանն է ստացել գնդակը կան տարբերակներ տեսնենք ինչ որոշում կայացի դեպի աճ ուղարկեց գնդակը Չուխաջյանն է այստեղ Մայիս Մելքոնյան Մելքոնյան լավն էր անցումը Մելքոնյանի տեսնենք ինչ որոշում կայացի հիմա կա փոխանցում բայց այստեղ արծիվների դարպասապա Կատաևը կարողացավ տիրել գնդակին Выйдите, парни, вместо меня, выйди, пожалуйста. Центр поля. Давай, выходи. ու հիմա եւս մեկ փոփոխություն Մելքոնյանը լքեց խաղադաշտը ու նրա փոխարեն Արշակ Պողոսյանը կշարունակի հանդիպումը Հիմա գրոհ են անցնում արծիվները լավն էր այս փոխանցումը գուցե հիմա որևէ բան ստացվի Ձախ եզրով են գրոհում արծիվները բայց Նարեկ Սարգսյանը այստեղ իհարկե այսպես հեշտությամբ թույլ չի տա մրցակցին սպառնալ դարպասի ուղղությամբ Պողոսյան դուրս չի եկել գնդակը դաշտի սահմաններից մնաց այն դաշտի սահմաններում ու արդեն Խորքից եւս մեկ գրոհի են փորձում անցնել Էջմիածնի ֆուտբոլիստները արդեն ձախ եզրով Վարդան Վարդանյան Շատ լավն էր այս փոխանցումը տեսնեք Խաչատրյանը միայնակ է մնացել դարպասապայի դիմաց բայց Կատաևը հասցրեց հեռացնել այստեղ գնդակը Ակուլյան Արշակ Պողոսյան ու հիմա արդեն ընկավ իհարկե Էջմիածնի գրոհի տեմպը բայց գնդակը մնաց Սպիտակների մոտ Ալավերդյան Դեպի աճ շատ լավն էր Ալավերդյանի փոխանցումը նկատել էր միայնակ գոտում գտնվող Սմբատ Պողոսյանին Արտուր Ալավերդյան շրջվեց այստեղ Ալավերդյանը ուղարկում է գնդակը Նարեկ Սարգսյանին վերջինս էլ գրոհ տեղափոխում է ձախ եզր Տեսեք որքան ակտիվ է Արտուր Ալավերդյանը դաշտի միջին հատվածում 2-3 փոխանցում ու կրկին գնդակը նրան է բաժին հասնում Արշակ Պողոսյան Վարդան Վարդանյան, Գաբրիելյան, կրկին Պողոսյան Գիգոլյանը հետ է այստեղ ուղարկում գնդակը Էլիկ Պողոսյանի ուղղությամբ Վերջինս էլ դեպի առաջ Արգիշտի Խաչատրյանն է այստեղ ու շատ լավ փոխանցում հետևեց դեպի Չուխաջյանը Արշակ Պողոսյան դեպի Վարդանյանը հնարամիտ կերպով Վարդանյանը թողնում է գնդակը Գիգոլյանին ով ձախ եզրով զարգացնում է արագություն վտանգավոր է Գիգոլյան փոխանցում բայց այստեղ չնկատեց որ դիրքում է կոնկրետ տեղ զբաղեցել Ակուլյան ու փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց այստեղ Գիգոլյանի կատարած
Пока играй. Հիմա եզից նետում են արծիվները։ Գլորում են գնդակը պաշտպանությունում արծիվների ֆուտբոլիստները, բայց արդեն կորցրին, քանի որ ամբողջ կարգով գրեթե մեջնացինը գնացել էր պրեսինգի մրցակցի տուգանային հրապարակի մատուցներում մի քանի ֆուտբոլիստով կարողացան ճնշել մրցակցին ու խլեցին գնդակը, հիմա էլ կար խախտում Գաբրիելյանի դեմ պայքարում։ Готовы, дайте. Между замену, пока говорим. Ու եւս մեկ ստանդարտ հիմա կիրացնի Давай, быстрее. Էշմիածին թիմը իհարկե բավական հեռու է տարածությունը։ Раз, мы готовы. Ova Galilova. Հիմա եզից կներեն արծիվները։ Գլորում են գնդակ այստեղ արծիվների ֆուտբոլիստները։ Ռոման գուցե հիմա մի փոքր արագ է պետք ուղղակի գործել լավներ այս փոխանցումը, բայց խաղից դուրս իրավիճակ կար, այո, հաշվարկել էին այս դրվագում ամեն ինչ պաշտպանները Էշմիածնի ու կարողացան ստեղծել արհեստական խաղից դուրս իրավիճակ, որը չնկատեց մրցակցի ֆուտբոլիստի, հիմա արդեն ստանդարտ արագ խաղարկեցին Էշմիածնի ֆուտբոլիստները։ Պողոսյան Նարեկ Սարգսյանին է թողնում գնդակը, վերջինս էլ դեպի հետ ուղարկեց այն դարպասապահերիկ Պողոսյանի ուղղությամբ, ով շատ լավ նկատեց Գաբրիելյանին, բայց այստեղ կասեցնել չստացվեց։ Հիմա Ակուլյանի մոտ է հայտնվում գնդակը, Գաբրիելյան դեպի կենտրոն Ալավերդյանն է այստեղ ուղարկեց գնդակը Արշակ Պողոսյանի ուղղությամբ ու շարժվում են առաջ արդեն Էշմիածնի ֆուտբոլիստները։ Չուխաջյանն է ստացել գնդակը, ուղարկեց իրենից դեպի ավելի աջ Պողոսյան, Գաբրիելյան ու այստեղ հեռու թողեց Անատոլի Գաբրիելյանը գնդակը։ Բայց հիմա արագ հակագրով են բաց թողնում Էշմիածնի դարպասի ուղղությամբ պաշտպանները, Ռոման հերվից հարված ու Նարեկ Սարգսյանը հասցրեց այստեղ փակել արվածի ճանապարհը, եզրային նետում կտեսնենք արծիվների կատարմամբ։ Պողոսյան, կորցրին արագորեն այստեղ գնդակը արծիվները ու շատ լավ փոխանցում հետևեց դեպի Ալավերդյանը, վերջինս հետ կրունկով թողեց այն Ակուլյանին, Գաբրիելյանը աչից միանում է Պողոսյանը, շատ լավներ փոխանցումը, Սմբատ Պողոսյան մի քանի ֆուտբոլիստ արդեն տուգանային հրապարակում էր կենտրոնական արձակողներից, բայց Պողոսյանը լավ չընդունեց գնդակը, հիմա էլ դեպի կենտրոն Գաբրիելյանից փոխանցում տեսանք Ալավերդյանի ուղղությամբ։ Պողոսյան ու արդեն ընկավ այստեղ գրոյի տեմպը, բայց երկրորդ տեմպով է հիմա գրովում Էշմիածինը, Գաբրիելյանն հիմա չհասցրեց փոխանցում կատարել, հետո խլեց գնդակը մրցակցից Արտուր Ալավերդյան ու դեպի հետ փոխանցում հետևեց Գիգոլյան, Արշակ Պողոսյան կրկին գտավ կենտրոնում Ալավերդյանին, շատ գեղեցիկ էր այս փոխանցումը Խաչատրյանի կողմից, կհասնի արդյոք Պողոսյանը գնդակին հասավ ու նույնիսկ փոխանցում կատարեց, բայց Ակուլյանի մոտ հարված կատարել չստացվեց այստեղ։ Ու արված կլինի հիմա Կատաևի պաշտպանած դարպասից, արագորեն խաղարկում են գնդակը արծիվները։ Ռոման Գաբրիելյանը հիմա է խլում, կատարեց ուղարկելով գնդակը Արտուր Ալավերդյանին։ Չուխաջյան, հետ փոխանցում ենք տեսնում։ Կրկին Չուխաջյանն է գնդակով ու դեպի կենտրոն Արտուր Ալավերդյան, Արշակ Պողոսյանն ուղարկեց գնդակը։ Պողոսյան շարժվում է առաջ գնդակով, դեպի աջ փոխանցում, Չուխաջյանն է այստեղ։ Լավն էր այս պատ խաղարկումը Խաչատրյանի հետ, Չուխաջյան եւս մեկ փոխանցում ու կրկին գնդակը բաժին է հասնում արծիվների դարպասապահ Կատաևին։ Հիմա արդեն շարժվում են առաջ արծիվները, Ռոմանն է գնդակով, գուցե մի փոքր ավելի
արագ գործեին, բայց հիմա կար խաղի կանոնների խախտում Էջմիածնի պաշտպանների կողմից Ապես արա։ Արկեցին ստանդարտը արցիվները աչ եզրով են հիմա էլ փորձում գրով կազմակերպել տեսնենք այս գրով ինչ կտա ոչինչ Նարեկ Սարգսյանն է կրկին դիրում գնդակին ու այդ փոխանցում դեպի Էդիկ Պողոսյանի ուղղությամբ ով իհարկե չի շտապի Նարեկ Սարգսյան հետ ուղարկեց գնդակը կրկին դարպասապա Պողոսյանի ուղղությամբ ով սկսում է արդեն Էջմիածնի հերթական գրողներից մեկը Գաբրիելյան մնաց գնդակով Անատոլի Գաբրիելյանը ու հիմա արդեն հետ փոխանցում կատարեց Արշակ Պողոսյան իհարկե կրկնում եմ եւս մեկ անգամ շտապելու ոչ մի պատճառ չունի Էջմիածինը հիշեցնեմ որ նա ալիգայի խմբային փուլը հաղթահարեց ընդամենը 1 պարտությամբ եւ դա տեղի ունեցավ Էկովելի դեմ պատասխան խաղում մնացած բոլոր հանդիպումներում հաղթանակով ավարտեցին Էջմիածնի ֆուտբոլիստները իրենց ելույթները իհարկե հիշենք հենց բացման հանդիպումը տեղենիսի հետ 7-0 հենց այս մարզադաշտում Ուրարտու մարզադաշտում որտեղ տնային խաղում կարողացավ առավելության հասնել Էջմիածինը հետո Արտաշատ Սիթիի դեմ հանդիպում որտեղ նորից 4-2 առավելության հասավ Էջմիածինը մի խոսքով շատ լավ իսկապես մարզավիճակում է գտնվում հետո հանդիպում տեղի ունեցավ Էկովիլի դեմ Զովունու հետ կարողացավ համար պայքարում 5-4 հաշվով հաղթանակ տանել Էջմիածինու Էկովիլին էլ հաղթեցին տնային խաղում 4-1 հաշվով, հետո պարզապես պատասխան խաղում կրեցին Պարտություն 2-1 հաշվով մրցակցից ու անցկացրած իրենց 8 խաղերից 7-ը ավարտեցին հաղթանակով խմբային փուլում, որից հետո արդեն կրկնում եմ եւս մեկ անգամ դադար է ալիգա մրցաշարում, որտեղ հիմա պարզապես արդեն թիմերը անց են կացնում ընկերական հանդիպումներ միմյանց հետ մարզավիճակում մնալու համար, որպեսզի պատրաստվեն կիսաեզրափակիչ փուլին Գաբրիելյան դաշտի միջին հատվածում է պայքարում Ռոմանի հետ, բայց այստեղ հեռացեց Ռոմանը գնդակ ու դա ստացվեց փոխանցում խաղընկերոջի համար, բայց Գիգոլյանը նորից նահանջում է ու թույլ չի տալիս մրցակցին լավ գրոհի անցնել Գաբրիելյան լավն էր փոխանցումը, բայց Վարդանյանը ավելի ուշ արձագանքեց Գաբրիելյանի կատարած փոխանցմանը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Գաբրիելյան Ալավերդյանին է ուղարկում գնդակը կրկին Գաբրիելյան ու գործերին այստեղ գնդակը Էջմիածնի ֆուտբոլիստները հետո Խաչատրյանը կարողացավ խլում կատարել ու ստանդարտ հիմա կիրացնի Էջմիածինը Ալավերդյան, Արշակ Պողոսյան Գաբրիելյան գնդակով շատ լավ գրոհի է հիմա անցնում Էջմիածինը Պողոսյանն է գնդակով դեպի կենտրոն Ալավերդյան աչից կա Չուխաջյանը կատարեց փոխանցում Տիգրան Չուխաջյանի ուղղությամբ բայց խաղից դուրս իրավիճակում է արդեն գտնվում Չուխաջյանը ու փոխանցում արդեն անիմա ստացվեց այստեղ Չուխաջյանի կատարած իհարկե եթե նույնիսկ որևէ մեկը արձագանքեր ու գրավեր
Արծիվների դարպասը Չուխաջյանի փոխանցումից հետո միևնույնն է գոլը չէր արձանագրվելու։ Հիմա քիչ էլ մնում սխալվեին այստեղ։ Արծիվների պաշտպանները, բայց լավ է ամեն ինչ կարգին ավարտվեց նրանց համար։ Չուխաջյան հետ է ուղարկում գնդակը Սմբատ Պողոսյանի ուղղությամբ։ Նորից Չուխաջյան։ Շատ լավ նկատեց Արգիշտի Խաչատրյանին, մնաց գնդակով Խաչատրյանը։ Բայց այստեղ փոխանցում կատարել չստացվեց ու հիմա գուցե ստացվի արծիվների մոտ գոնը մեկ գնդակ հեղինակել, բայց այս փոխանցումը նորից շանցավ, գնդակը վերահսկում են Էջմիածնի ֆուտբոլիստները, Ալավերդյան ու ուղարկում է գնդակը Արշակ Պողոսյանի ուղղությամբ, ով միայնակ շարժվում է առաջ, բայց արդեն տանդաղեց մի փոքր Պողոսյանը, հետո փոխանցում կատարեց դեպի Աչիեզեր, Արթուր Ալավերդյան Գաբրիելյանի հետ լավ պատխաղարկեց այստեղ Ալավերդյանը, Ակուլյան, նորից Ալավերդյանին է ուղարկում գնդակը, դեպի Աչ Շուխաջյանն է ընդունում գնդակը ու կան տարբերակներ, տեսնենք ինչ որոշում կայացնի հիմա Էջմիածինը, Արթուր Ալավերդյան, բայց Պողոսյանի այս փոխանցումը դեպի Գաբրիելյանը չանցավ ու հիմա հարակակագրով կարող էր կազմակերպել արծիվները, բայց իհարկե շատ արագաշարժ է Գիգոլյանը ու հասցրեց կանգնել գնդակի ճանապարհին եւս մեկ անգամ Ալավերդյան Գաբրիելյանի հետ գեղեցիկ էր այս պատխաղարկումը, այս փոխանցումը նույնպես Վարդան Վարդանյան տեսնենք ինչ որոշում կայացի Վարդանյանը դեպի Աչ է ուղարկում գնդակը Չուխաջյան բարձից փոխանցում Արշակ Պողոսյան անցավ մրցակցին Պողոսյանը, բայց փոխանցումը չանցավ, քանի որ Կատաևը դուրս եկավ իր դիրքից ու կարողացավ փակել Պողոսյանի փոխանցման ճանապարհը Գիգոլյան ու հիմա էլ այս փոխանցումը չի անցնում Արշակ Պողոսյանից խաղարկում են կրկին գնդակը Էջմիածնի ֆուտբոլիստները իհարկե երկու թիմերն էլ կարծում եմ արդեն այս րոպեներին փորձում են հանդիպումը տրամաբանական ավարտին հասնել ոչ ոք իհարկե չի շտապի նրանցից հասկանալի է իհարկե որ հանդիպման ելքի հետ կապված ամեն ինչ պարզ է հաղթանակի հասնելու առումով եմ իհարկե ասում բայց որքան իհարկե ֆուտբոլիստները կարողանան գոլեր հեղինակել խաղադաշտում այնքան իհարկե մեզ եւ ձեզ համար ավելի հետաքրքիր կլինի դիտել այդ խփած գնդակները հիմա այս փոխանցումը կրկին չանցավ ու Գիգոլյանը կանգնեց նորից գնդակի ճանապարհին Ալավերդյան Պողոսյանի հետ պատխաղարկում ստացվեց հետո էլ խաղարկեց գնդակը Գիգոլյանի հետ բայց հետո կորցրեց գնդակը Ալավերդյան ու այս գրո տեսնենք ինչ կտա արծիվներին ոչինչ նորից Պողոսյանը իր դիրքում էր վստահ կերպով դուրս եկավ ու տիրեց գնդակին նետելով այն Սմբատ Պողոսյանի ուղղությամբ Նարեկ Սարգսյան Պողոսյան դեպի Աչ այստեղ լավ թողեց գնդակը Ալավերդյանը որպեսզի անցնի իրենից Գաբրիելյան շեղեց այստեղ գնդակի ուղղությունը, բայց գրով կազմակերպել չստացվեց այս դրվագում, անկավ իհարկե գրովի տեմպը, հիմա գուցե ստացվի Վարդան Վարդանյան լավ էր մտածել, բայց պետք է հուշեին Վարդանյանին այս դրվագում ու հիմա գուցե որևէ բան ոչ, նորից Արթուր Ալավերդյանն է խլում կատարում այս դրվագում մրցակցից ու շարժվում է առաջ Руками придерживай. Կար այո, կար խաղի կանոնների խախտում Ալավերդյանն ուղարկում է հիմա գնդակը Գաբրիելյանին, բայց Գաբրիելյանի փոխանցումը դեպի Գիգոլյանը չանցավ ու հիմա նորից Պողոսյանը տինում է գնդակին դուրս գալով դարպասից Սմբատ Պողոսյան Արշակ Պողոսյանը հետ է խաղարկում գնդակը երկու անգամ ու դեպի կենտրոն Նարեկ Սարգսյանն է այստեղ Գաբրիելյան
Խաչատրյան լավներ փոխանցումը դեպի Գիգոլյանը, հիմա ձախ եզրով արդեն արագություն է զարգացնում Գիգոլյանը, մտավ Տուգանային հրապարակ, տեսնենք ինչ որոշում կայացնի Ակուլյան, Չուխաջյան պետք է գրավել դարպասը, բայց այստեղ ինչու վերջնական հարվածը լավ չկարողացան կատարել Էջմիածնի ֆուտբոլիստները, իհարկե Ակուլյանը որոշեց տալ հնարավորություն Չուխաջյանին, Չուխաջյանն որոշեց կրկին փոխանցել նրա ուղղությամբ ու կորցրին այստեղ արդեն հարված կատարելու հնարավորությունը։ Ռոման դեպի ցախ եզր ուղարկեց գնդակը, ստացավ պատասխան փոխանցում Խանկեյոչից ու շարժվում է առաջ արսիկների հավաքը, բայց այս փոխանցումը ուժեղ ստացվեց Խանկեյոչի համար ու գնդակին հասավ Սմբատ Պողոսյանը Էջմիածնի կազմում, Էրիկ Պողոսյան դեպի կենտրոն, Նարեկ Սարգսյանն այստեղ, Գիգոլյան, հերո թողեց մի փոքր գնդակի իրենից, հետո էլ որքան գեղեցիկ կերպով հասավ գնդակին ու փոխանցում կատարեց դեպի Աչեզր, Չուխաջյանն է այստեղ, Չուխաջյան լավն էր այս փոխանցումը, Ակուլյան, բայց հիմա կգրավի դարպասը, Ակուլյանը այո գրավում է ու հանդիպան հաշիվը դարձնում 7-0 գրանցելով իր անվան դիմաց շոր գնդակ այս խաղում։ Գագիկ Ակուլյան 7-0 է դառնում հանդիպան հաշիվը, պոկեր այնուամենայնիվ տեսանք Ակուլյանի կատարման այս խաղում ու հիմա արդեն հանդիպան վերջնամասն է, տեսնենք եւս արդյոք 1-2 գնդակ կտեսնենք խաղադաշտում թե ոչ, իհարկե շատ քիչ խաղաժամանակ է մնացել հանդիպան հիմնական ժամանակի ավարտին։ Նարեկ Սարգսյան հետ փոխանցում դեպի Էրիկ Պողոսյան ու Պողոսյանը գնդակ ուղարկում է Արշակ Պողոսյանի ուղղությամբ, գնդակն էլ դեպի ձախ ուղարկեց Արշակ Պողոսյանը, Գիգոլյան, լավն էր այս փոխանցումը, կհասնի արդյոք Վարդանյանը գնդակին թե ոչ, դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Ու ես իսկ նետում է կատարում Ռոմանը բավական երկար նետում, բայց Նարեկ Սարգսյանը այստեղ էր, հիմա նորից գնդակի Էջմիածնի ֆուտբոլիստերի մոտ է հայտնվում Գաբրիելյան, լավն էր այս փոխանցումը դեպի Ալավերդյանը, հետ փոխանցում Արգիշտի Խաչատրյանի ուղղությամբ ու ինչ փոխանցում ենք տեսնում Գիգոլյանի ուղղությամբ, Գիգոլյան, բայց Կատաևը լավ գործեց այստեղ, այո, եթե շրջանցեց Գիգոլյանը դարպասապային, ապա շքեղ փոխանցումից հետո կտեսնենք խփված գնդակ նույնպես, բայց այստեղ վստահ գործեց Կատաև, Արգիշտի Խաչատրյան Փորձին այստեղ գնդակի Էջմիածնի ֆուտբոլիստները, հետո էլ Ակուլյանը կարողացավ վերականգնել այն թիմի համար Նարեկ Սարգսյան դեպի աջ է ուղարկում գնդակը Պողոսյանն է այստեղ Արշակ Պողոսյանին ուղարկեց գնդակը Սմբատ Պողոսյանը Արշակ Պողոսյան հասավ գնդակը այստեղ Խաչատրյանին, կա ձախից տարբերակ, բայց այլ ուղղությամբ կատարեց այստեղ Խաչատրյանը փոխանցում ու գնդակը դուրս չեկավ ոչ դաշտի սահմաններից, Կատաև սխալվեց այստեղ դարպասապահը, Խաչատրյան հարված է կատարում դարպասի ուղղությամբ, բայց հասցնում է Կատաևը փակել գնդակի ճանապարհը։ Մեկ րոպե մինչ հանդիպան ավարտը տեսնենք դա ինչ կտա երկու թիմերին էլ իհարկե ավելացնելու ոչ մի պատճառ չուներ մրցավարը Սմբատ Պողոսյան լավ գործեց Սմբատ Պողոսյանը ու շարժվում է առաջ լավն էր փոխանցումը դեպի թիմի ավակ Գաբրիելյանը աջ եզր ուղարկեց Ալավերդյանն է այստեղ Սմբատ Պողոսյան Նարեկ Սարգսյան գտավ կենտրոնում Արշակ Պողոսյանին վերջի գրողը գուցե Էջմիածնի հիմա տեսնենք Ալավերդյան լավն էր փոխանցումը Գաբրիելյանի ուղղությամբ, բայց խաղից դուրս իրավիճակում էր արդեն գտնվում Գաբրիելյանը ու սուլեցին մրցավարները հիմա արդեն
ստանդարտ է խաղարկում են արծիվները, եւս մեկ լավ փոխանցում ու գուցե հիմա ստացվի արծիվների մոտ, բայց ոչ Երիկ Պողոսյանը կրկին դուրս եկավ դարպասից ու կարողացավ հեռացնել գնդակը, չնայած եզից կնետեն արծիվները, 1 գրով հնարավորություն իհարկե մրցավարը կտա հիմա արծիվներին, Ռոման դեպի առաջ փոխանցում, բայց այստեղ ոչինչ անել չստացվեց կրկին, Վարդան Վարդանյան կատարեց փոխանցում Արշակ Պողոսյանի ուղղությամբ, տեսնեք ինչ որոշում կայացնի Պողոսյանը, Գաբրիելյան, սա կարծում եմ հանդիպան վերջի գրոնն է, Ալավերդյան անցավ երկու մրցակցի Ալավերդյանը, շատ լավ փոխանցում կատարեց Գիգոլյանի ուղղությամբ, Գաբրիելյան պետք է դնել այս գրոյի վերջնակետը, Գաբրիելյան, բայց Կատաևը այստեղ փրկեց արծիվներին ու վերջ հանդիպումը հենց այստեղ է լավ վարվում է 7-0 հաշվով հաջողության հասավ Էջմիածինը մրցակցի նկատմամբ, հիշեցնեմ, որ սա անկերական հանդիպում էր մեր YouTube-յան ալիքի եթերում, մեզ մոտ կարճ դադար է, որից հետո կրկին կվերադառնանք